դեմ դիմաց տեսնում եմ կանգնած սպայական հանդերձանքով, թիկնեղ, դեմքը բարձր, ճակատը մեծ, լայն, հայացքը պայծառ, շիտակ, կանգնած ստեղից, ուղղակի ծնկեցի գետնին։ Արշակի զոհվելու հանգամանքների մեջ ինձ հետաքրքրած ամենամեծ հանգամանքը եղել է արդյոք ինքը վախեցել այդ բանը, թե ոչ։ Ինձ ապրելու ուժ, կարողություն եւ զորություն եւ չգիտեմ հենարան եղան երեխեքը։ Ես հիմա մենակ չեմ, հիմա ես ունեմ երկրորդ թև։ Ես մինչև հիմա մեկ թևով եմ թռչել, եթե թռչել եմ։ Ողջույն, դուք գտնվում եք Տաբուի YouTube-յան հարթակում։ Այսօր զրուցելու եմ եւս մի շատ հետաքրքիր հյուրի հետ, որին շատ-շատերդ շատ լավ ճանաչում եք։ Իմ հյուրն է երգահան, հնագետ, գնդապետ Արմինե Հայրապետյանը։ Ողջույն Արմինե։ Ողջույն Աննա։ Շատ ուրախ եմ, որ դուք համաձայնել եք ինձ հետ զրուցել մեր տաղավարում եւ զրուցել ձեր կյանքի ամենահետաքրքիր պահերի մասին։ Վստահ եմ շատ-շատերը նոր բացահայտումներ կանեն։ Ես ինձ համար արդեն բացահայտեցի, որ դու գիտեք 6 լեզու։ Եվ շատ զարմացած եմ, ինչպես է դա ստացվել։ Այդ հետաքրքիր է միայն այնքանով, որ լեզուն ինձ համար հաղորդակցության ամենակարևոր միջոցն է։ Եվ կյանքի որոշակի փուլում ես համոզվեցի, որ չեմ ուզում, որ ինձ թարգմանեն, որովհետև չկա այնպիսի թարգմանություն, որը կկարողանա երբևէ օրիգինալի հետ համեմատվել։ Փառք Աստծո, ինձ տրված է հայերեն լեզվի շնորհիվ ես պաշտում եմ հայերենը եւ հայերենի շատ լավ իմացություն է քերականության ինձ տվեց այդ բանալիները օտար լեզուների ուղղությամբ ու նախընտրեցի, որ բոլոր այն տեղերում, որտեղ ես անելիք ունեմ, որտեղ ես խոսելու բան ունեմ, խոսեմ այդ մարդկանց հետ իրենց լեզվով։ Ստացվել է հենց այդպես։ Իսկ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, արաբերեն, ռուսերեն եւ բնականաբար հայերենը կա, իսպաներեն մի փոքր հիմա։ Այնպես որ ուսանելու փուլում եմ 2-3 լեզու անընդհատ։ Բայց քանի որ այսօր ուզում եմ մեր զրույցը ավելի մտերիմ լինի, երկու կանայք զրուցում են կյանքի խնդիրների մասին, ուզում եմ սկսել ձեր կյանքի զգացմունքային պահից, իմ կարծիքով, պահերից մեկով, ինչպես եւ որտեղ հանդիպեցիք ձեր առաջին ամուսնուն եւ ինչպես համաձայնեցիք ամուսնանալ, քանի որ դուք շատ ակտիվ, ձեր կյանքը եռում էր, ինչպես դա տեղի ունեցավ։ Իրականում, երբ որ հարցը ձևակերպեցիք ամենազգացմունքային թե ոչ, շատ դժվար է իմ պարագայում ասել զգացմունքային ամենազգացմունքային պահը երբևէ կյանքում երբ է եղել, այն պահը, երբ ես հանդիպեցի Արշակին, ես անգամ գաղափար չունեի, որ ինքը իմ ապագա ամուսինը կլինի, շատ հետաքրքիր դրվագ էր, այսօրվա նման հիշում եմ հատվածը ավիացիոն մի ռազմական ավիացիայի օրն էր Հայաստանում 2002 թվականը եւ իմ եղբայրը ռազմական օդաչու, մենք ամբողջ ընտանիքով գնացել էինք ամբողջ այդ հրաշք միջոցառումը դիտելու եւ բավական մեծ հեռավորության վրա կանգնած էին ուղղակի այսպես օդային ասպետները իրենց աննկարագրելի տեսքով դա զորքի ուրիշ տեսակ է ճիշտն ասած եւ ես բոլոր ավիացիոն իմ ընկերներին, գործընկերներին եւ նրանց ովքեր անգամ արդեն հիմա ես այնտեղ չեմ, իրենց հետ չեմ, իմ հերակա հարգանած հավաստիքն եմ հղում, դա մարդկային նույնիսկ պիտի ասեմ արարածների ուրիշ տեսակ է, իրենք անգամ կեցվածքով ուրիշ էին եւ այսպես մայրս թիկուն կողքից այսպես հարվածում ասում են նայիր տես ինչ դյուցազուններ են կանգնած բան, իսկ ես ուշադիր նայում եմ եղբորս, որովհետեւ ինձ համար այնտեղ գլխավոր կենտրոնական դյուցազունը եղբայրս է, իսկ ինքն էլ ցույց է տալիս մյուս տղաներին, դե եղբայրս իր համար իր տղան է, ինքը գիտի, բայց այդպես մաման շատ սիրում է ասպետներին գովերքել եւ ասում է տես կողքին ինչ սիրուն տղա է այսպես կանգնած, ինչ եմ տեսնում այդ կողքին, այդ հեռավորության վրա մաման մի անգամից էր նկատել, ավելի շուտ ինքն էր նկատել, երևի թե հետագա սիրտը ձգել էր իր ապագա փեսային եւ այդ օրը այդպես ներկայացնում են բան, ես անգամ առանց ուշադրություն դարձնելու, բայց երևի թե մեր այդ առաջին հանդիպումը ճակատագրական էր, որովհետեւ դա էր առաջին հանդիպումը, իսկ դրանից հետո այն հանդիպումը, որը կդառնար ել ավելի այսպես տպավորիչ ինձ համար, դա արդեն մի քանի ամիս հետո տեղի կունենար, այնպես
Դրանից հետո սկսվեց ընկերություն։ Դա սովորական սցենար չէր ճիշտն ասած եւ երևի ժամանակակից աղջիկ տղա հարաբերությունների կամ կին տղամարդ հարաբերությունների մեջ մի քիչ անսովոր էր ձեր հարցի շարունակությանը պատասխանելով ասեմ իսկապես բազմազբաղ էի եւ արդեն հնագիտական արշավախմբերի մեջ բավական ակտիվ թրծված նույնիսկ միջազգային արշավախմբեր ունեի այդ ընթացքում գործողումներ ունեի որ պիտի գնայի տղաներով հաճախ էին մեր տանը հավաքվում եղբորս ընկերներն էին գալիս էին եւ դարձյալ հրաշալի հիշում եմ արդեն երկրորդ դրվագն է հանդիպման գալիս եմ տուն տղաները հավաքված են 2002 թվականի ձմեռն է դեկտեմբեր ամիս արդեն 6 ամիս անցել է այդ ավիացիոն հրաշալի շոուից ես մոռացել եմ ամեն բան եւ էլի զավեշտալի հետաքրքիր դրվագ 94 թվականից հեղինակ կատարող եմ պատկերացեք այդքան ժամանակ ընդ որում ստեղծագործություններ կան ձայնագրությունների փուլում էի կարծեմ այդ ժամանակ անգամ արել էի արդեն առաջին ալբոմը կար ու ինձ գիտեին մի խոսքով իսկ ընտանիքս ընդհանրապես գիտեր չէր լինում մեր տանը որևէ միջոցառում որը առանց գիտարի լիներ եւ ես տուն եմ գալիս հոգնած ջարդված բան այսպես ինչ որ իմ աշխատանքային վիճակից ընդ որում ներքուստ ընկճված էի այդ պահին այդ ընթացքում միայնակ էի ես շատ ավելի հաճախ միայնակ եմ եղել որովհետև իմ շրջապատում եղել են եւ հավակնորդ եւ ինձանով հիացած եւ ես հիացմունքով իրենց նկատմամբ լծված մարդիկ բայց որ այդպես ասեմ շատ տենց բան ընկերությունն էի չէ որովհետև իմ անկախությունը միշտ շատ ավելի առաջնահերթ էր ինձ համար եւ ոնց ասեմ Ես միշտ եղել եմ սկզբունքի մարդ, որ եթե ապագայում չեմ տեսնում հեռանկար հարաբերությունների շարունակության, ապա հնարավորինս արագ այդ հարաբերությունները դադար են առնում, որտեղ նախընտրում եմ ունենալ ընկերական ավելի հարգալից հարաբերություններ, քան ինչ որ անորոշ բաներ, եւ այդպիսի մի փուլ էր, երբ որ ես այդպես միայնակ եմ, արդեն 26 տարեկան, լիքը մարդիկ ինձ երեսով են տալիս, մամա ինձ երեսով են տալիս, այդ տարիներին դեռ այդպես էր, 23-ից հետո ասում են, վայ, բա տանն ամնացել բան, ծիծաղելի անգամ հիմա էլի, այս տարիքում ես ընկերուհիներ ունեմ, ովքեր դեռ նոր են որոշում ճակատագիրը դասավորել եւ իրենց իրավունքն է քավլիցի։ Մեր տանը փառք Աստծո, նման ճնշում իմ նկատմամբ չկար եւ հայրս եւ մայրս ինձ լիարժեք ազատություն էին տվել մեծ հարգանքով եւ ամեն ինչի նկատմամբ նախանձնական որոշումների կայացման հետո դաստիարակել էին այդպիսի մարդ, ազատ մարդ։ Մի խոսքով, բայց հոգեբանական ճնշման մեջ է այդ ընթացքում, չգիտեմ ինչի, դե ձմեռ օր հոգնած գալիս ես մենակ բան, գալիս ես այնտեղ տղաները հավաքվել են նշում են, դու մի ասա, եղբորս հերթական զինվորական կոչումն են նշում, կապիտանի կոչում էր ստացել, եւ տղաները եւ դա զինվորականները գիտեն, դա հատուկ բան է, այսպես պահե, մանավանդ որ կապիտանը ամենասիրելի զինվորական կոչումներից մեկն է։ Ու մաման այդպես ոգեորված եկավ ասեց, գիտես երեխեքը հավաքվել են, միգուցե գազ իրենց համար մի հատ երգես, սենց շվարած նայեցի իր երեսին ասեցի մամ ախր ես էլ 17 տարեկան չեմ անկեղծորեն այդ պահին շատ փշրված էի եւ ոնց ասեմ երևի հասկանալի է որ միշտ չի որ ուզում ես այդ պահին չգիտես ինչի ինձ մոտ այդ զգացողությունը կար որ ես հո ծաղրացու չեմ էլ այսպես ասած գամ իրենց ուրախացնեմ այսպես այսօրվա անիմատոր կոչված տարբերակով չգիտեմ այդպես ընկալեցի ու Բայց այդ վարքյանին, որ մամայի թևաթափ տեսքը չեք պատկերացնի, դա ինչ էր ինքը այնպիսի հավատով ու վստահությամբ ասեց, որ ես կասեմ, երբևէ չէիք մերժել Արմինե։ Երբեք չէի մերժել, ես իրականում չէի բան, բայց ես նաև չոր մարդ եմ, այդ ցավոք սրտի պիտի խոստովանեմ, իմ փափկության հետևում շատ մեծ չորություն կա նաև։ Դա, չգիտեմ, ուղիղ այդ པարս բանն է։ Ու նկատեցի, որ մաման այսպես թևերը թուլացավ, ուղղակի ինքը շրջվեց, հետագայում մենք խոսել ենք այդ մասին, դա իր համար ամենածանր դրվագներից մեկն է եղել իր կյանքում, ինքը միշտ ասում է, որ ասում է ես շատ ծանր զգացի քո այդ փշրված լինելը։ Եվ ինքը դուրս եկավ սենյակից, իր դուրս գալուց անմիջապես ու հետո բնականաբար իմ խիղճը ինձ չի թողնի, որ ես մամային այդպես թողնեմ։ Մի հատ շունչ քաշեցի, գործիքը վերցրեցի ու գնացի նստեցի երեխեքի մեջ բնականաբար շնորհավորելու։ Ոգևորված դե ես 4 եղբոր միակ քույր եմ տղաները ինձանով միշտ են սիրել իմ եղբայրները դա մեր տանը չի կնարկվել չգիտեմ այսպես արտոնյալ կարգավիճակա քուրիկը ուրիշ դիրքում է այսինքն իմ մոտենալը այդտեղ շատ լավ էր եւ հետաքրքիրն էր որ մեր այդ հանդիպումը կայացավ առաջին անգամ հենց այդտեղ Արշակի հետ նախ ես ուրախացրեցի իրենց երևի թե ինքը նկատեց ինձ արդեն ավելի ուրիշ աչքով եւ
այդ օրը ինչ որ մեկ-երկու հետաքրքիր խոսք ասեց, որոնք կենացային բաներ էին, բայց կենացային չէին ըստ էության, գաղափարներ, որոնք շարքային չէին։ Իսկ ինքը հետագայում կյանքի ընթացքում ես համոզվեցի, որ ինքը ավելի շատ ուրփաթախոս էր, եւ ինքը շատ թիրախային խոսեց ու իմ աչքերը, էլի մաման նկարագրումը, այսպես ես ունեմ բան, էլի մեմուարներ գրող մարդ, մաման կողքից մեմուարները գրել է։ Եվ իմ աչքերը, ասում եմ, քո աչքերը այսպես բարձրացան, հոնքերդ այդպես կլորացան աչքերը, զարմացած, եւ ինքը նկատեց, որ ես նկատեցի այդ երիտասարդին։ Այո, այդ օրը ես նկատեցի իրեն եւ իր ներկայությունը ինձ համար հետաքրքիր էր ու հաճելի։ Անցավ եւս 1-2 ամիս, ես այդպես էլի իմ հնագիտական գաղափարների, անալիքների, բազմազբաղ առօրյայի մեջ մեկ էլ մարտի 1-ն է գալիս, իսկ ես այդ ընթացքում Իվանդեի, չգիտեմ, պես հասցրել էի մի պահ մրսել ու եղբայրս գալիս վազելով սենյակ, բա ճիշտն ասած հեռախոսի զանգ կա, կարող է խոսես։ Ասում եմ, ով է, Արշակն է զանգել, քեզ հետ է ուզում խոսի։ Ասում եմ, բայց Արշակը ինձ հետ ինչ ունի խոսելու, որտեվ հասկացանք, մեկ անգամ հանդիպեցինք, զրուցեցինք հաճելի էր բան, բայց դու մի ասի, իրենք հրավեր ունեն թատրոն գնալու եւ թատրոնի հրավերի առաջարկ ուզում ինքը անձամբ հնչեցնի։ Մի խոսքով այդ հրավերի առաջարկը հնչեցրեց, ես բնականաբար ուրախացած ասացի սիրով կգամ, ներկայացումը չէի կարող մերժել, որտեվ իմ ամենասիրելի հեղինակի, ամենասիրելի ստեղծագործությունն էր Իմ սիրտը լեռներում է Վիլյամ Սարոյանի, որ ես 100% ոչ մի պարագայում բաց չէի թողնի, ճիշտ դիպուկ ընտրություն էր, դա էլ իրենց խորամանկություններն է, օթաչուները մի կերպարներ են, այնպիսի բաներ էին կարողանում գտնել, որ անհնար էր մերժել։ Մտածված էր այսինքն։ Չեմ կարծում, ինքը հատուկ չէր արել, բայց ամեն դեպքում այդպես ոնց ես ասեմ, իրենց հմայքին հատուկ, այո, ես չեմ կարող թաքցնել իմ հիացմունքը իրենց նկատմամբ, ամեն խոսքիս մեջ դա կերևա, բայց այո, այդ հմայքը, այդ ժպիտը, այդ յուրահատուկ տեսակը եւ երևի թե նաեւ դրանից ելնելով այդ բախտի բերմամբ նաեւ տարբերակները, մի խոսքով գնացի այդ հանդիպմանը, որին իմ եղբայրը պիտի գար իր նշանածի հետ, իսկ Արշակը գալիս էր ինձ համար։ Ու ես առաջին անգամ երիտասարդական մետրոյի աստիճանների այդ բարձրացող հատվածից դուրս եմ գալիս եւ աստիճանների դիմաց հարթակ կա, չէ։ Այդ հարթակի դեմ դիմաց տեսնում եմ կանգնած սպայական հանդերձանքով, ես չէի սպասում, որ ինքը սպայական հագուստով է գալու, մեր տուն որ գալիս էին քաղաքացիական հագուստով։ Սպայական հանդերձանքով կանգնած է մի ասպետ, թիկնեղ, դեմքը բարձր, ճակատը մեծ, լայն, հայացքը պայծառ, շիտակ։ Ինձ թված այդ վարքյանին, այ դա կուլմինացիոն կետա հիմա որ ասում ենք զգացմունքային, այդ պետքա պատմեի, որ հասկանայինք ինչի է ասա զգացմունքային։ Այդ վարքյանին միայն ֆիլմերում է լինում այդպես, երբ որ բոլոր կամերաները պտտվում են քո շուրջը, աշխարհը պտտվում է քո շուրջը եւ դու մեկ կետում կանգնած ես եւ քո դիմաց կանգնած է քո ընտրյալը։ Ես այդ պահին զգացի, որ ես ընդառաջ եմ գնում իմ ճակատագրին։ Այդ այնպիսի մի վարքյան էր, ուղղակի չգիտեմ, քանի վարքյան տևեց, այդ 5 քայլ է այնտեղ այդ դռնից մինչև իրեն հասնելը, բայց կարծես ժամանակը կանգ առավ ու ես այդ զգացումն ունեցա, որ ես ընդառաջ եմ գնում իմ ճակատագրին, այդ մարտի 7-ն էր։ Ապրիլի 27-ին հաշվարկեք մեր նշանադրության օրն է։ Այդ պահից ի վեր ընդամենը այդքան ժամանակվա մեջ։ Այսինքն դա մի հատ ֆանտաստիկ օր էր։ Իհարկե այնտեղ դեռ արանքում կա պատմություն, որը զավեշտալի զարգացում ունի, միգուցե այդ մասին դեռ խոսենք, բայց այդ դա իսկապես պատմական այդ պահներ, երբ որ ես զգացի, որ դա կայացավ այդ զգացումն էր, իմ ապագային գնում եմ ընդառաջ, շատ սիրուն էր այդ պահը։ Ես նույնիսկ այդ ֆիլմային երաժշտությամբ այդ պատկերացրեցի Այո, այդպես էր։ Ուրեմն ներկայացումը նախ բանը շատ սառն էր, պիտի շարունակությունը պատմեմ, հետո ինչպես որ մենք կուզենանք շարունակել։ Դահլիճը սառն էր, ցուրտ էր, իսկ ես մշտապես լավ այդպես շարֆերով փաթաթված, պարուրված հետագայում մենք ծիծաղում էինք ու հիշում էինք այդ իմ բավական տաք շարֆիկը Արշակն ասում էր երկտեղանոց շարֆը գցեցիր մեզ վրա, ոտքներիս վրա գցեցի, որտեվ սառն էր, սարսափելի։ Ներկայացումը շատ լավ անցավ, հրաշալի տրամադրությամբ վերադարձանք տուն, այդ երեկոն այդպես կախարդական մոգական երեկո էր։ Մարտի 7, մարտի 8-ը հաջորդ օրը անցավ, ընդ որում այդ օրը տեղի ունեցավ մի զարմանալի ուրիշ բան։
որը ձեր հարթակի շրջանակներում կարող եմ պատմել, ուրիշ ժամանակ երևի թե չէի պատմի, բայց հաստատ հիմա կպատմեմ։ Մեր տան կառուցվածքը շատ հետաքրքիր է։ Մենք խոհանոցից մինչև մի խոսքով շրջանաձև հատված կա, որտեղ միջանցքը երկու կողմից բաց մուտք ունի, մի կողմից խոհանոց, մյուս կողմից դեպի սենյակ, բայց այդ 4 կողմը կարող է իր պտտվել այդ ժամանակ։ Ստացվեց այնպես, որ սեղանի մոտից միաժամանակ այս կողմից դուրս եկա ես, մյուս կողմից Արշակը, եւ մենք միամիտ հանդիպեցինք միջանցքում, մինչ այդ որևէ ձեռք բռնել, բան ռոմանտիկ ոչինչ չի եղել, բայց դա հենց այդ առաջին օրն էր, այդ օրը։ Ու ասում եմ ձեզ անկեղծորեն, ինքը այնքան հավաք ու համեստ տղա է եղել ու միշտ այդպեսին անկալվել, բայց ես ձեզ ասեմ բոլորովին համեստ չէր, էլի, հենց հիմա հետ այդ գաղտնիքն եմ բացելու։ Զարմանալի պահ էր այդ պահը, բայց շատ սիրուն էլի։ Մենք անխոս հանդիպեցինք միջանցքում անցնելու տեղ չկա, այդ շատ նեղլիկ միջանցք։ Տան սովորական էս հայկական խրուշիովան շենքերի փոքրիկ բաներն են, ճոճող բաներ չեն։ Եվ կամ պետքա երկուսով հետ գնանք, կամ իրար կողքով մի ձևով անցնենք։ Ու այսպես Արշակը ասենց նայեց երեսից, երկու ձեռքով բռնեց այսպես այտերս ու ոնց որ երեխաները կհամբուրեն միմյանց, ոչ թե մեծահասակի համբույր, այլ ուղղակի շուրթերս այսպես համբուրեց։ Ես ոչ կարող եմ ձեն հանել, ոչ կարող եմ որևէ ռեակցիա տալ, ոչինչ չեմ կարող անել, բայց դա լուրջ եմ ասում, որ մանկական մուլտիկի մեջ, եթե երկու երեխա հանդիպեն, այսինքն ինքը տես դուշիկներս բռնի, ու այդպես շուրթերս պիտի համբուրի։ Ես ինձ մնացի, քարացած ինքը պտտվեց, գնաց նստեց։ Ես էլ գնացի նստեցի հելի հետ իմ նորից նույն տեղը, բայց ոչինչ չեմ, ոչ մի ռեակցիա, ոչ մի բառ չեմ կարող արտաբերել։ Մենք հեռախոսով միմյանց հետ չենք խոսում, մենք ուրիշ հաղորդակցություն չունենք, մենք այլ ոչ մի կոնտակտ այդ պահին չունենք, այդ թատրոնի օրն է, այդ նույն թատրոնի օրը, այսինքն այդ առաջին օրն է, եւ ինքը դեռ համազգեստով էր։ Ես դա հիշում եմ մանին։ Հաջորդ օրը վերադառնում եմ տուն գործից, էլի խոսք բան չի եղել մեր միջև, գալիս եմ տուն, մաման, պապան պայծառացած մի հատ, չգիտեմ, ինչ դեմքերով ինձ ընդունում են։ Այսօր Արշակն էր եկել մեր տուն։ Ասում եմ, լավ էր արել եկել էր։ Ես փոքր չեմ, Ժորժ ջան, 26 տարեկան եմ արդեն, 26.5, հեսա 27 կդառնամ։ Մամա ինձ ողջավորվածությունը ինձ համար անհասկանալի էր, ասում է, քեզ համար էր եկել։ Այսինքն ասեցի ինձ համար էր եկել։ Այդտեղ սկսեց իմ ներքին վիշապը արթնանալ, բացահայտվել բոլոր իր բաներով։ Ես չգիտեմ, թե ես ոնց սկսեցի գորգորալ, թե ինչ է նշանակում ինձ համար էր եկել, հետո իրեն որևէ իրավունք տվել իմ մասին ձեզ հետ խոսել, որտեվ ես դեռ ոչինչ չեմ ասել, ինքը ես այդ պահին քաղաքավարությունից եւ միգուցե նաեւ հետաքրքրությունից դրդված ոչինչ, դե ինչ անես, տան մեջ լիքը մարդ կա, հո չես ասի, վայ եկավ ինձ շուրթերս դա համբուրեց, չհանդիպեիր։ Վերջը ու ես ասում եմ ոնց թե ու երկուսն էլ եւ մաման եւ պապան մի րոպե հանգստացի իրենք ինձ շատ լավ իմանալով նախ ասեց որ ինքը ոչ մի ավելորդ բան չի ասել, ինքը ընդհանրապես եկել էր այսօր ներողություն խնդրելու, որ այլևս մեր տուն այնպես ինչպես նախկինում է եկել, իբրև տանտղա, իբրև Արմենի ընկեր, իմ եղբոր ընկեր, այլևս այդպես չի կարող գալ, որովհետև իր սիրտը հանգիստ չի իմ նկատմամբ եւ ընդհանրապես ծնողներիցս հայցում է կամ ուղղակի տեղյակ է ասպահում, որ ինձ հետ պիտի խոսի։ Ու ինքը ազնվորեն ասում է, որ Արմինեն դեռ տեղյակ չի, ոչինչ չգիտի, ուղղակի չեմ կարող գրանեցեցա, աշացեցա, չեմ կարող ձեր տուն մտնել այլևս այնպես, չեմ կարող, սիրտս հանգիստ չի։ Գիտեք, հիմա երբ որ ես կյանքի բավական հետաքրքիր ճանապարհ եմ անցել, այնպիսի սիրով ու ակնածանքով ու հարգանքով եմ այդ ամեն դրվագին մոտենում, եւ նաեւ հիմա այնինչ բացահայտում եմ ձեզ համար, կարծում եմ, որ չգիտեմ ով ինչպես ուզում է թող գնահատի, բայց ինձ համար դա մաքրության, ազնվության, քաջության լավագույն օրինակներից մեկն է։ Եվ հազար անգամ խոնարհվում եմ տեսակի մարդկային այդպիսի տեսակի առաջ, ով ունակ է նման ձևով քայլերը դասավորելու։ Իսկապես մեր զրույցը կայացավ ոչ հենց այդ օրը, հաջորդ օրը հայտնվեց արդեն եւ հաջորդ օրերին ու մենք երկար սկսեցինք բանակցություններ, թե այդ ինչքան ես իրեն հարմար չեմ, ես ասում էի չէ, ինքը ասում էր հա, ընդ որում ես ինչու չէ, ոչ թե ինչու չէ։ Այդ ասպետին ինչու էիք ուզում բաց թողնել։ Նախ ես ասեմ ձեզ հետաքրքիր է, մենք նշանադրությունից հետո նոր ես նկատեցի, որ ինքը իսկապես աննկարագրելի հմայքի տեր տղամարդ էր, որտեվ ես տղամարդուն, ոչ միայն տղամարդուն, ես ընդհանրապես մարդ արարածին արտաքին հատկանիշներով չի որ ընկալում եմ։ Ես իրեն այլ ընկալուչներով եմ ընկալում, ինձ համար այլ
չափանիշներ կան, արտաքին կողմը իր արտաքին հմայքը, կեցվածքը, բան, իսկապես եթե հիմա նայելու լինենք նրանք ովքեր գիտեն եւ իմ կայքում կա արշակի նկարը, իրենք տեսել են ուղղակի ովքեր էլ ճանաչում են նույնիսկ կարող էին ասել ինքը անգամ այդ նկարը պակաս է արտահայտում այն հմայքը որ կար իր կողքի իր քայլվածքը նախ ինքը քաշով մեծ քաշ ուներ գեր չէր մկանային բավական մեծ թիկնեղ միջահասակն ու հայկական այսպես ասեմ չեմ կարող ասել շատ բարձրահասակ ինձ համար համապատասխան հասակի մեջ բայց այդ լայն թիկունքը այդ պարանոցը դեմքը ամեն ինչ եթե նայես իսկապես կասես դյուցազուն էլի աղջիկ ջան քորես տեսք աչք չունես ասենք ում ես ասում չէ բայց ինձ համար դա չէր առաջնահերթը հասկանում եք այլ այն մտքերը նախ եւ առաջ մեր միջև կար տարբերություն 1 տարվա 1 տարուց մի քիչ ես մի քիչ մեծ էի իրենից ես 76 Ստիվը ինքը 77 այդպես հայկական տարբերակներով հա կասեն մեծաբան չգիտեմ այդ մի դրվագ էր որ ես ասում եի որ մի մոռացիր որ ես քեզանից մի քիչ մեծ եմ բայց դրան լրջորեն եք վերաբերում իսկապես այդ պահին այնքան էլ չէ բայց ամեն դեպքում մենք իր հանգուցյալ տատիկը բոլոր դեպքերում երկար ժամանակ տառապում էր այդ մտքից ես գիտեի որ հայկական ընտանիքներում այդքան էլ ընդունված չի ես բոլոր դեպքերում ազնիվ մարդ եմ ես նախընտրում եմ որ մարդը բոլոր իր հնարավոր ոչերը նախ բացառի հետո նոր գնա այոներին ես ընդհանրապես այդպեսին եմ ես նախ պետքա բացառեմ բոլոր ոչերը հետո նոր արդեն եթե այո իսկապես եթե դու այդ ամենից հետո ընդունում ես այդ ամենը ապա նոր միայն կատարում ես քո ընտրությունը իսկ իմ ոչերը շատ էին ուրեմն ոչերը հետեւյալներն էին նախ այդ տեխնիկական ոչերը երկրորդը տեխնիկական ոչերի մեջ էին նաև այն ոչերը որ ես շատ լուրջ եմ մոտենում առաքելություններին զինվորականի ընտանիքը դա կատակ բան չի ես դաշտային հնագետ էի եւ եմ որոշակիորեն հիմա դե կյանքը մի քիչ ինձ այլ տեղեր գցել է բայց մինչև վերջին այս շրջանը անգամ ես դաշտային հնագիտական պրակտիկայի մեջ եմ եւ դա պահանջում է բոլորովին այլ կենցաղավարություն, այլ ռեժիմներ, այլ անգամ ընկալում ոնց պիտի ապրես, ոնց է շնչում, ամեն ընտանիքի համար չի դա ռազմական ոլորտի հատկապես կամ ծառայող ոլորտի ես նաև փրկարարների մեջ ես փրկարար ծառայության գնդապետ եմ իդեպ երբ որ դուք նշեցիք բոլոր ծառայողների համար ընտանիքը հիմա տղամարդիկ էլ կնայեն կանայք ծառայողներ էլ կնայեն ընտանիքը առաջնահերթ հենարանն է իրենք քեզ հետ հավասար ծառայում են հիմա եթե քո ընտանիքի մի անդամ տարվա կեսը կամ կեսից թեկուզ չգիտեմ 1/3-ը օրվա մի ամբողջ հատված կարող է այնտեղ չլինել լինի ինչ որ միտեղ արտասահմանում ինչ որ միտեղ դաշտում որ չի կարող հասանել լուրջ չի եւ ես այդ ժամանակ իրեն ասեցի դու մի մոռացի ես ամբողջ իմ նախ ես հիմա դասական ֆիլմ կա չի ասում ես հիմա չեմ կարող ես աշխատանքի եմ ես իսկապես ասեցի ես հիմա չեմ կարող ես աշխատանքի եմ ես այդ տարի ունեի առնվազն 4 թե 5 արշավախմբային այսպես իրավիճակներ որոնց մի մասը Հայաստանում էր մի մասը գործուղումներ էին ինքը ինձ ուղղակի մի բան ասեց գիտես ինչ ասեց ինձ այդ ամեն ինչը ոչ թե չի հետաքրքրում ուղղակի ասեց ես տեսել եմ ճանաչում եմ գիտեմ դու ես այն կինը ում ուզում եմ որ լինի իմ երեխաների մայրը ուզում եմ լինի իմ կողքին դու ասեց ինձ միայն տուր հնարավորություն մի փոքր ես այդ ամենը կպլանավորեմ օթաչուների նաև մեկ այլ հետաքրքիր հատկանիշ իրենք ֆանտաստիկ պլանավորողներ են Այդ իմ ամբողջ բազմազբաղ առօրյայի մեջ ոչ մի օր դուրս չգրելով ու չջնջելով իմ անելիքներից ոչինչ, հերթական շնորհակալությունն ու խոնարհումը իրեն, որտեվ հակառակ դեպքում մեկը կասեր կամ մեկ այլ աղջիկ էլ կասեր դե լավ, հիմա էլ չենք անում դա, էլ ես ոչինչ չեմ անում, ես արդեն զբաղվում եմ ընտանեկան այդ կյանքով։ Իմ ճանապարհի մեջ արդեն բավական բաներ կային կայացած, որտեղ մենք ընդհուպ մինչև իմ ազգանունը պահպանել Արմինե Հայրապետյան որովհետև կար հարց, փոխում եմ ազգանունս թե ոչ։ Իսկ ես արդեն իբրև հեղինակ կատարող կայի Արմինե Հայրապետյան, իբրև հնագետ կայի Արմինե Հայրապետյանը, մենք որոշեցինք, որ այո, մենք պահպանում ենք ամեն մեկս մեր ազգանունը, երբ որ գրանցվում ենք։ Անկամ այդտեղ։ Եվ ամենակարևոր ոչը, ասի, բայց Արշակ ջան, ես համոզված չեմ, որ ես քեզ սիրում եմ։ Ինձ համար ժամանակը չափից կարճ էր, ես այդքան արագ չեմ կարող միանգամից սիրահարվել, հասկանում եք։ Թեպետ հիմա ես հավատում եմ սեր առաջին հայացքից երևույթին, որովհետև Քիչ առաջ ձեր պատմածը հենց դա էր։ Որովհետև ես ի վերջո համոզվեցի, որ դա էր։ Եվ դա զարմանալի երևույթ էր ըստ էության, երբ որ հոգին հոգուն է ճանաչում։ Բայց այդ ժամանակ ես իմ միտքը շատ ավելի նյութական
բնականաբար եւ ազնիվ ձևով մտածելով ասում էի ես համոզված չեմ, ես չեմ կարող վստահ ասել, ես գիտեմ որ այո դու ինձ դուր ես գալիս, գիտեմ որ հաճելի է քո կողքին լինել, բայց ես այդ մարդուն չեմ ճանաչում լիարժեքորեն եւ ինձ մտածում էի որ միգուցե ժամանակ է պետք կամ որևէ այլ բան։ Ինքը ասեց վստահի ուղակի, խնդրում եմ թույլ տուր ինձ։ Թույլ տուր որ ես քեզ սիրեմ, հավատա քեզ դա հենց էդ է պետք։ Ուրիշ ավելի ուղղակի ինձ տուր մի փոքր ժամանակ ու ինձ հնարավորություն տուր։ Ըստ էության սիրո խոստովանությունը, որ ես Արշակին արեցի, եղավ շատ ավելի շուտ, քան ես սպասում էի։ Իր համար էլ երևի անակնկալ էր, ինքը շատ հուզվեց այդ պահին, եւ դա մտածված չէր, դա ուղղակի ինքնաբուխ եղավ, ես մեր նշանադրության օրոք զգացի, որ սիրում եմ իրեն։ Եվ դա խոստովանեցի, իսկ մինչեդ ես գնում եի հետևյալ քայլով, որ լավ, մենք քայլում ենք, ես համակրում եմ իրեն, ես իրեն շատ եմ համակրում, ծայրահեղ աստիճանի եմ համակրում, բայց ազնվորեն ասում էի, որ ես չգիտեմ, արդյոք դա քեզ հարմար է։ Ինքը ասում էր, ես սիրում եմ քեզ, ինձ ուրիշ ոչինչ պետք չի։ Ապրիլի 27-ին մենք նշանադրվեցինք, ես գնացի իմ արշավախմբի անելիքներին, հետո ինքը եկավ իմ հետևից, ինձ տուն բերեց, որ մենք կուսակվենք։ Սեպտեմբերի 27-ին եղավ մեր հարսանիքը։ Եվ ընդամենը շատ կարճ ժամանակ անց նոյեմբերին ես մեկնեցի Միացյալ Նահանգներ, նոյեմբերի սկզբին, օրեր անգամ կարող եմ ասել, եւ դուք չեք պատկերացնի, թե այդ ինչ հետաքրքիր շրջապտույց սկսվեց կյանքի ու արագության։ Ես հետո կհասկանայի միայն իր զոհվելուց հետո, որ այդ ամբողջ վազքի եւ օրացուցային ամեն օրվա հաշվարկի մեջ կար տիեզերական մի հատուկ օրինաչափություն, որ մենք ամեն բան պիտի հասցնեինք արած լինել։ Միասին ապրեցիք 5 տարի։ 5 տարի ծնվեցին ձեր երկու հրաշալի տղաները։ Ուրեմն մենք հավասար կիսել ենք մեր երկու տղաներին։ Մեծ տղան Գագիկը արտակնապես եւ հոգեկերտվածքով ոնց որ իմ ուղակի տղա տարբերակը լինի։ Փոքր տղան մեր Էդուարդը, Էդիկը հայրիկի ուղակի ճշգրիտ կրկնօրինակը, ճշգրիտ, բայց մի փոքր նաև իմ այսպես պրագմատիկ կողմի մեծ մասի ժառանգորդը ինքն է, Գագիկը այդ տեսակետից հայրական հանգստություն ունի, մենք այդտեղ ենք մի փոքր խառնել։ Ուրեմն հետաքրքիրն այն է, որ երբ որ Գագիկը ծնվեց, այդպես իր քնքուշ հոգեկերտվածքով եւ այլն, եւ երկրորդ բալիկի հղիության ժամանակ իմ Արշակի միջև գնաց շատ լուրջ ընդհարում, շատ լուրջ։ Տղաների միջև տարբերությունը մի տարի 10 ամիս է եւ երբ որ ես հասկացա, որ ես փոքրիկ եմ սպասում ու Արշակին ասեցի այդ մասին, ոգևորված ընդ որում, ինձ համար անակնկալ էր իր ռեակցիան, շատ անակնկալ։ Ինքը ասեց մի քիչ շուտ ամես։ Դա շատ ծանր բան էր եւ վեճ չէ, չգիտեմ ինչ, հարցը հասել էր համարյա բաժանության։ 2 ամիս մենք ամեն օր կռվում էինք։ Մեր ընդհարումները հասել էին ծայրահեղ աստիճանի, իսկ խնդիրը հետեւյալն էր, որ մենք կենցաղային հողի վրա եւ դա ցավալի բան է, երբ որ ընտանիքը ստիպված է լինում ընտրություն կատարել, որ ծայրը ծայրին չես հասցնում։ Ու այդ ընթացքում ինքը ասում է դու հասկանում ես, մենք ամսվա կեսը պարտք ենք վերցնում, մյուս կեսը այդ պարտքը փակում ենք։ Ընդ որում ես ամեն վարքյան համոզված էի, որ տղա է ծնվելու։ Ինքը ասել, իսկ ինքը գժվում էր դրա վրա, ինչ ես դու երկու ոտքդ դրել մի կոշիկ, որ հաստատ տղա ենք ունենալու, եւ իմ վերջին արդեն ուլտիմատումը, այսպես ասած, վերջագիրը, որ իրեն ասեցի, ասի իմացած եղի, եթե բաժանում ես, բաժանվի, առավել եւս որ հիմա ես հղի եմ, ես համոզված եմ, որ տղա եմ ունենալու եւ ես կախարդական բառեր եմ ասել։ Ասեցի ես Գագիկիս համար ուրիշ հորից իր համար եղբայր չեմ ունենա։ Ես իր եղբայրն եմ, ես պետք է իմ Գագիկի եղբորը բերեմ։ Խեղճ Արշակը շվարեց, ինչպես եւ բոլոր տղամարդիկ կանանց այդպիսի վերջնագրերի ժամանակ։ Ես զենքերը վայր դրեց, ասեցի, հասկանում ես, ասեցի, ես քեզ սիրում եմ։ Ինձ համար ոչինչ չի փոխվելու։ Դու քո երեխաների իրավունքը կունենաս, բայց էս իմ իրավունքն է։ Զենքերը վայր դրեց, մենք հաշտվեցինք, միակ բանը, որ ես իբրև պայման դրեցի, ասեցի, իսկ ես կարող եմ մազերս կարմիր ներկել։ Ասես ներկի։ Այդ թեմայի վրա մենք հաշտվեցինք եւ ես մազերս ներկեցի կարմիր առաջին անգամ ըստ էության, իբրև դա հետաքրքիր հաշտության դրվագ էր եւ ծնվեց Էդուարդը հունիսի 6-ին 2006 թվականի 06 ամսաթվերով, այսպես ասած։
Ծնվեց իմ տան փոքրիկ ու մեծ ասպետը։ Գիտեք, ես եւ Գագիկը օրհնված ենք, որ Էդիկ կա մեր կյանքում։ Մենք յուրաքանչյուրս մեկս մեկիս համար օրհնված ենք։ Ես կարծում եմ դա մեծագույն օրհնություն է, բայց Էդիկը մեր պատվար, հենարան, հենասյուն, երկուսիս այսպես ասած եթերային, գաղափարական, փիլիսոփայական հոգեկերտվածքների մեջ ինքը մեր ամուր կանգնած միակ զույգ ոտքերն է գետնի վրա։ Սթափ ուղեղն է։ Այսօր իրենք զինվորիկներ են։ Գիտեմ, Զինվորիկներ ես- չեն, կրտսեր սերժանտներ են Այո, արդեն։ ծառայում են եւ Միասին են ծառայում, ուրախ եմ անգամ, որ միաժամանակ գնացին, իհարկե դրա մեջ կա իր դժվարությունը։ ես ուզում եի հարցնել որպես մայրիկ, երբ որ մի որդուն ես ճանապարհում արդեն բարդ է երկուսին իրար հետ, ինչպես կարողացա Կարմինեն։ Ոնց է հաղթահարում այդ կարոտը։ Դա Ուրեմն, սարսափելի է ուղղակի։ Կարոտի տեսակետից միանշանակ ճիշտ եք, բայց այստեղ հետաքրքիր մի դրվագ կա։ Ես իրենց երկորյակների նման եմ մեծացրել։ Երբ որ Արշակը զոհվեց, իրենք 2 տարեկան ու 4 տարեկան էին։ Եվ ինձ համար իրենց անբաժան լինելը մեր ամրության գրավականներից մեկն էր։ Իմ ամրության գրավականներից մեկն էր։ Պատկերացնում եք, երբ որ խոցված է ընտանիքը, երբ որ դու իբրև կին, իբրև մայր խոցված ես, նաև երեխաներիդ բաժանումը քեզ լրիվ քարոքանդ կանի։ Ինձ համար սկզբունքային էր իրենց իբրև միավոր զույգ միավոր պահել, իրենց ամեն ինչն էր հավասար։ Եվ հիմա էլ է այդպես, որովհետև մենք այդպեսին էինք, այդ փոքրիկ միավոր ընտանիքը միասին եւ մեր հայրիկը մեզ երկնքից պահապան հրեշտակ, իրենց ամեն քայլն է եղել զուգահեռ հետաքրքիր ձևով եւ իրենք լավ ընկերներ ձևավորվեցին, իրենք ոչ միայն լավ եղբայրներ են, այլև ընկերներ են, մեկը մեկին փոխ լրացնող եւ երբ որ այդ հնարավորությունը եղավ, իսկ մեր օրենսդրությունը դա թույլ է տալիս իրենց միասին ծառայելու, ես երկար չմտածեցի, ասեմ ձեզ ինչ տեսակետից։ Դու քո զավակի համար, ամեն զավակիդ համար առանձին, երբ որ մտածում ես ու պլանավորում ես, լավագույնն ու առավելագույնն ես ուզում։ Էդիկի համար առանձին եւ Գագիկի համար առանձին, յուրաքանչյուրի համար ես ավելի լավ ընկեր, ավելի լավ ուղեկից, ավելի լավ զինակից չեմ կարողանա երբևէ պատկերացնել, քան իր սեփական եղբայրն է։ Եվ ես իրենց երկուսին ամեն մեկին առանձին այնպես եմ վստահում, որ եթե իրենցից որևէ մեկը մյուսի աչքերը տեսնի, ինձ միայն դա բավական էր։ Դա նշանակում է ես իրենց հետ եմ։ Դա նշանակում է մեկը մեկին պահպանում են։ Դա նշանակում է, որ իրենք գոնե թե հոգեպես հավասարակշռված կլինեն։ Գիտեք, իմ կյանքի կարևոր դժվարություններից մեկը միշտ եղել է հաղթահարել հոգեբանական բարիերները։ Արշակի զոհվելու հանգամանքների մեջ ինձ հետաքրքրած ամենամեծ հանգամանքը եղել է արդյոք ինքը վախեցել է այդ պահին, թե ոչ։ Արդյոք ինքը հասցրել է վախ ապրել։ Դա եղել է ամենամեծ հարցը, որին ես փորձել եմ պատասխան գտնել եւ ինձ համար գտել եմ այդ պատասխանները։ Չի հասցրել ինքը գիտակցել դա։ Ինչ է ինձ մխիթարող, երևի թե ամենալուրջ գործոններից մեկն էր, որովհետև հակառակ դեպքում կարելի էր խելագարվել։ Մարդկային միտքը ունակ չի այդ ամենը շատ մանրամասն վերլուծելու, իսկ ես գիտեի բոլոր դետալները։ Արմինե, քանի որ խոսեցինք այս մասին, ես գիտեմ, որ վերհիշելը ցավալի է, բայց ինչպես նախ դեպքը ինչպես տեղի ունեցավ եւ դուք ինչպես իմացաք այդ մասին եւ այդ գեղեցիկ ձեր սիրո պատմությունը, ձեր կյանքը, երեխաները ու հանկարծակի նա ուղակի դժբախտ պատահարի հետևանքով հեռանում է։ Այս ամենին ինչպես կարողացաք դիմակայել։ Ես կփորձեմ հիմա մի քիչ այսպես զուգահեռելով ալեգորիաները ձեզ ներկայացնել, որովհետև կյանքի մեր զրույցների, այս բովանդակային զրույցների հիմնական իմաստն այն է, թե մարդը ինչի է ունակ, ինչքան սահմաններ ունի
եւ ինչպես կարող է այդ սահմանները ընդլայնել, մինչեւ չես հասնում սահմանին, չես կարող հասկանալ, թե դու ինչի ես ունակ։ Ամենամեծ բանը վախը մարդու։ Դա անսպասելի հանդեպ վախն է։ Ինքը չգիտի, չիմացության վախն է, երբ որ չգիտես ինչ։ Քանի դեռ դու ապրում ես երջանիկ չիմացության մեջ, անհոգության մեջ, դա այսպես կախարդական մի փոքրիկ պարուրված օթապարիկով կարծես պարուրված փուլ է, երբ որ դու ինչ որ մի բանով պաշտպանված ես այդ երջանիկ չիմացությամբ։ Իմ երջանիկ չիմացությունը այդ օրը տևեց առավոտյան ժամը 11:21 մինչև 17:48 րոպե։ Իմ վերջին խոսակցությունը Արշակի հետ, ես այդ օրը պիտի ունենայի իմ առաջին դասախոսությունը Երևանի Պետական Համալսարանում, հրավեր ունեի մշակութաբանության ամբիոնում եւ առաջին օրը կյանքումս առաջին անգամ իբրև Երևանի Պետական Համալսարանի դասախոս պիտի մտնեի հեռակա լսարան երկրորդ հերթով։ Եվ նոյեմբերի 4-ն է 2008 թվականի առավոտյան խոսում եմ Արշակի հետ 11:21 պայմանավորվում ենք, որ ինքը այդ օրը ինչպիսի գրաֆիկ պիտի լինի, թռիչքային օրեր ես գիտեի, մենք թռիչքային օրեր հաճախ էինք ունենում, դա օդաչուի ամենօրյա աշխատանքի մի մաս է, որին Արշակը ինձ արդեն հասցրել էր պատրաստել, այնպես որ երբեք չմտածես այդ մասին, վատ բաների մասին նկատի ուներ, ուղղակի մի կենտրոնացի եւ ինքը ինձ ասում էր իմացած եղիր, որ եթե ինձանից է կախված անվտանգությունը, ապա ես մեր ընտանիքը շատ թանկ եմ գնահատում ու ամեն ինչը շատ թանկ եմ գնահատում եւ ինձանից կախված ամեն բան անվտանգային ես ձեռք եմ առնում։ Տղաները կվստահեցնեն իր ընկերները, որ ինքը շատ ուշադիր եւ լավ օդաչու էր։ Այդ երջանիկան գիտության պահը, որ 11:21-ից մինչև 17:48 րոպե պիտի լիներ եւ եղավ։ Ես այդ ընթացքում իհարկե նույնիսկ չեմ հիշում, թե ինչով էի զբաղված, ես ուղղակի մեր վերջին զրույցն եմ հիշում, որ ես իրեն խնդրեցի, որ եթե հնարավոր է մի քիչ շուտ գա, որովհետև ես դասախոսելու պատրվակով դեռ պիտի ուշանայի, իսկ ինքը ասաց, որ այդ երեկո չի կարող, որովհետև տղաներով գնալու են ձուկ ուտելու։ Ես էլ նեղվեցի, թե տատիկին օգնություն է հարկավոր, ինչևէ պայմանավորվեցինք ինչ որ մի ձևով, բոլոր դեպքերում ասացինք, որ տատիկը մի քիչ կտանջվի պստիկների ձեռքին, բայց ես կգամ։ Իսկ ես 2008 թվականի, ինչպես ասում եմ, նոյեմբերի 4, նոյեմբերի 27-ին գործողում ունեի Միացյալ Նահանգներ, որը պիտի մեկնեի իբրև այցելու հնագետ, այսպես Քոցնի անվան հնագիտության ինստիտուտ, եւ հիմա արդեն երջանկա հիշատակ Գրիգոր Արեշյանն էր ընդամենը 3 օրով Հայաստանում, ես այդ պահին դասից առաջ վազելով մտա Արեշյանի տուն, որովհետև մենք Արեշյանի հետ միասին էինք ծրագրում իմ գործողումը, նա էր գիտական ղեկավար։ 15 պակաս, ընդամենը 3 րոպե հասցրեցի լինել Արեշյանի տանը, զանգը եկավ։ Ես այդ ինֆորմացիաները չգիտեմ ոնց է մարդը ընկալում, իրականում հետաքրքիրն է, որ նոյեմբերի 4-ը իմ գլխում դեռ շատ վաղուց է եղել, 2 շաբաթ մինչև այդ դեպքը անընդհատ մտքումս նոյեմբերի 4 ամսաթվի վրա կանգ էր առել ու ես անդադ ասում եի Արշակը նենց վախենում եմ այս նոյեմբերի 4-ից, չգիտեմ, ներքին զգացողություններ։ Ի վերջո մի օր ասեց ի՞նչ ա եղել քեզ այդ նոյեմբերի 4-ին, ասի չգիտեմ, իմ մոտ այնց զգացողությունն է, որ ատոմային ռումբա պայթելու այդ օրը։ Ես ուղղակի հիշում եմ, որ միաժամանակ համընկել էին մի քանի իրադարձություններ, այդ օրը պետք է լիներ Բարակ Օբամայի ընտրությունները Միացյալ Նահանգներում, որը մեզ հետ ոչ մի կապ չուներ, բայց ուղղակի մեղվել է գլխից մեջ։ Էլի ինչ որ բաներ համընկնում, էլի ինչ որ մի բաներ համընկնում, որոնք կապ չունեին մեր ընտանիքի հետ ոչ մի կերպ, ուղղակի այդպես, բայց ասում եմ, ես չգիտեմ, դրանցից ոչ մեկի հետ չի կապը, բայց իմ մոտ զգացողություն կա, որ այս այդպիսի օր ա լինելու, եւ այդ առավոտյան ես ունեի նաեւ մեկ այլ զգացում, որը հետագայում հիշելով զարզանդել եմ, անկողինը ծածկելու վերջին պահին ծածկոցը վրա բերեցի եւ ինքս ինձ բարձրաձայն, այսպես ծածկելով ասեցի, «Էս տան մեջ էս նոր տարին վերջինը կլինի»։ Ու զարզանդեցի ինքս ու մտածելով, որ մենք նախատեսում էինք տունը վերանորոգել եւ վարկ էինք անգամ վերցրել վերանորոգման համար, այսպես ասեցի, բայց ինչի վերջինը։ Դե լավ, մտածեցի,
վերանորոգված, չվերանորոգված տան մեջ, բայց իսկապես այդպես եղավ։ Այդ տան մեջ այդ նոր տարին վերջինը եղավ մեզ համար։ Ես արդեն հաջորդ նոր տարին էլ այդ տան մեջ բնականաբար չդիմավորեցի։ Մի խոսքով, զանգը եկավ տատիկի համարից։ Մտածեցի ինչ եղել։ Պատասխան տատ ջան, դասի եմ, սիրելիս, ես կվերջացնեմ, հենց որ հասա դասի վերջացնեմ 1 ժամ ու կես ընդամենը շուտ կգամ տուն։ Բա չէ բալա, հələ սպասի, Արշակի քերին ա ուզում քեզ հետ խոսել։ Հեռախոսը տալիս է քերուն։ Քերին էլ չկա, տատիկն էլ չկա, արդեն երկուսն էլ այն աշխարհում են։ Շատ բարեհամբույր, շատ հնարավորինս սեղմ իրեն զսպելով ցավում եմ այդ մարդու համար, նաև այսքան ժամանակ անց։ Քերին ասեց Արմինե ջան, դու կարող ես շուտ տուն գալ, ասեցի քերի ջան, տատ ինչի ասել, ես դասի եմ, հիմա չեմ կարող, հեսա դասս կավարտվի, հենց ավարտվի կգամ, ինչ է պատահել։ Ասեց դե չէ, այդպես բան չկա, ուղղակի ասեց Արշակը ոդկը վնասել է, հիվանդանոց ենք տարել իրան հիմա։ Թղթեր ա պետք էլի, թուղթը ման են գալիս չենք գտնում։ Ես էլ նեղ սրտած ճիշտն ասած ուզում եմ հասկանալ, թե այդ ինչ թուղթ է կամ այդ ինչ խնդիր է, որ ոդկը եթե վնասել կամ չգիտեմ ինչ, այսպես էս փորձում եմ հասկանամ, ասում եմ քերի ջան, եթե դու ասես ինչ է, ես կբացատրեմ որտեղ է, մեր բոլոր թղթերն ինքը նորից է շեշտում, այսպես ասելով, որ չէ Արմինե ջան, լավ կլինի դու գաս, մեկ էլ պահի տակ, որ ինքը այդպես ասեց ոդկը վնասել է բան, տատիկն էլ չգիտեր ոչինչ, տատիկը մեծ տատիկ էր։ Այսպես ժողովրդական խոսք կա, բայաթի կանչել, այսպես գույժի լաց։ Այս կինը այնպիսի մի հեռախոսից են կողմ, վայ Արշակ ջան այնպիսի մի հատ ձեռքերը զարկեց ծնկների, բայց ինքը չգիտեր իսկապես ինչ է պատահել, իրեն էլ ասել էին, որ ուղղակի ոդկը վնասել է, անհարմար է, բան ինչ որ չգիտեմ, թղթապետ։ Բայց տատիկի ձայնի չարագուշակության մեջ ես զարկվեցի ու քերեին ասում քերի, ես հասկանում եմ, որ դու խոսել չես կարող։ Այդ պահին արդեն ուղեղիս այդ ստապ ռազմական մտածողությունը միացավ։ Ասեցի ես քեզ կարճ մի բան եմ ասում, ինձ ուղղակի ասում ես այո կամ ոչ։ Ինքը կա։ Քերին ասեց Արմինե ջան, որտեղ ես ասա գանք քո հետևից։ Հեռախոսն անջատեցի։ Ու փլվեցի, կանգնած ստեղից։ Ուղղակի ծնկեցի գետնին։ Չեմ կարող ասել քանի վայրկյան, չեմ կարող հաշվել, բայց գիտեմ որ կարճ։ Այսպես կուչ եկած։ Դե Արեշյանը տեղից թռավ պարզը, հասկանալի է։ Գլուխս բարձրացեցի, ու իրեն ասեցի զանգի հայկին։ Խոսքը ամբյոնի վարիչի մասին էր, ասեցի զանգի իրեն, ասա որ դժբախտություն է պատահել Արմինեն գնում ատուն։ Ու ես վազելով վերցնում եմ պայուսակս եւ դուրս եմ մեկնում, փոկվում Բաղրամյան մեկ հասցեում էր այդ շենքը, այդ բնակարանը, որտեղ Արեշյանը այդ ընթացքում ապրում էր եւ մուտքից վազելով դուրս եմ վազում, միայն հետագայում Արեշյանը կխոստովանի, հազար որ մի իրեն ինքն էլ չկա հիմա, որ երկար ժամանակ ինքը երազներում վեր էր թռչում այդ ձայնից, իմ ձայնից։ Տարիներ անց ինքը ասեց դու առաջին անգամ էր ասեց դու ասեց գոնե գիտես թե ես ոնց եմ տառապում քեզ համար։ Ասեց ես հաճախ երազներումս վեր եմ թռչում, որովհետեւ քո ոռնոցն եմ լսում, թե դու գազանի մռնչոց, ես չեմ հիշում դա, ես չեմ լացել այդ ընթացքում, ես չեմ հիշում իմ լացը, ես չգիտեմ ինչ արագությամբ վազելով մենակ հիշում եմ, որ Արեշյանը հետևիցս գոռում ասում է խնդրում եմ մի վայրկյան սպասիր կոշիկներս հագնեմ, եւ ինքը այդ 3 օրը մեզ հետ եղավ, ընտանիքի հետ եղավ, ես դուրս եմ թռչում այդ միջանցքից մուտքից ու ասում եմ դու մուտքից դուրս թռնելիս գազանի մռնչոց է իր արձակում ու ես նստում եմ առաջին իսկ պատահած տաքսի մենք հասանք տուն արդեն ու մնացածը արդեն ժամը 1:40 րոպե էր տեղի ունեցել դեպքը բազմակի սխալների շղթայի հետևանք, որի արդյունքում ռազմական օդաչու ավիացիայի կապիտան, օղակի ավագ օդաչու, հրաշալի մի անձնավորություն, ընդամենը 31 տարեկան, պայծառ, լուսավոր, բազմակի կտորների բաժանված։ Ես առաջին անգամ եմ ասում եթերում։ Ինքը եռաբլուրում է հուղարկավորված։ Եվ հետագայում շատ դժվար եղավ իմ ճանապարհը։ Դժվար եղավ տարբեր առիթներով ու տարբեր ձևերով, մարդիկ ամեն մեկը իրենց ընկալումներն ունեին իմ տեսակի, իմ ինքս ինձ պահելու,
ում հետ ոնց պիտի շփվեմ, ում ոնց պիտի վերաբերվեմ, ով է ինձ թշնամի, ով է բարեկամ, այդ բոլորի նկատմամբ ով է արդար, ով է մեղավոր, դատավարություն գնաց, ում նկատմամբ պիտի լինեի ավելի խիստ, ում նկատմամբ ավելի դաժան։ Իսկ ես ձեզ ասեմ, ես միայն մի բան գիտեի, որ այդ փորձանքը եւ այդ աղետը, որ այդ ատոմային ռումբը, որը իրականում պայթեց ինձ համար, ինքը ուղղակի այդպես եղավ եւ որևէ մեկի միտումը չկար, բայց կար բազմակի ամփոփությունների շղթա։ Ես իմ ամբողջ կյանքում հիմա նույնպես դրանից հետո հատկապես ավելի նախանձախնդիր սկսեցի վերաբերել անվտանգության հարցերին, պատասխանատվության հարցերին, մարդու փնթիության խնդիրներին, երբ որ ինձանից նեղանում են իմ գործընկերները, այն աշխատակիցները, ում ես մեղադրել եմ բազմիցս, ասել եմ ամփոփություն չէ անգամ, փնթիություն որակվող բաներ կան, որ մեր մշակույթի մեջ, մեր կենցաղավարման, մեր աշխատանքային կուլտուրայի մշակույթների մեջ բազմաթիվ տեղերում սարսափելի կարգ ու կանոնի դիսցիպլինայի պակաս կա եւ այդտեղ խնդիրը մաքուր եւ կոկիկ կլայեկացնեմքով Երևալը չի։ Մենք մեր արտաքինին շատ նշանակություն ենք տալիս, քան մեր քայլերի մաքրությանն ու կոկիկությանը։ Արշակը դարձավ ինձ համար այն ջահը, որ մինչև իմ մեռնելը չի դադարելու վառվել, որ ես գտնում եմ, որ այս հասարակության մեջ նման բաներ չպիտի լինեին եւ իմ ուսուցիչը, իմ ասպետը, իմ հենարանը, ոչ միայն իմ զավակների լուսավոր հայրը եւ իրենց փառահեղ գենետիկայի շնորհողն ու պարգևողը, այլ բազմաթիվ խնդիրներ, հասկանում եք, որոնք ես սկզբունք իբրև ինձ հետ տանում եմ։ Երբ որ ես սպաներից պահանջում եմ կամ ծառայողներից պահանջում եմ, ես շատ կուզեի ավելին լինել ծառայության մեջ, որովհետև ես գտնում եմ, որ այդ սկզբունքայնության մարդիկ հարկավոր են, որովհետև երբ վրիպումը գալիս է ամփոփությունից, այդպես այդ փնթիությունից, ոչ թե ամփոփություն, այլ այսպես գիտեք, դա հանցավոր ամփոփություն է որակում։ Դատավարության ժամանակ անգամ ես նման միտք հնչեցրեցի, իրականում քանի տարի կդատեին արդեն, ինչպիսի խիստ պատիժ կտային, դա ոչինչ չէր փոխելու, որովհետև համարժեք չէին նժարների վրա դրվածները, ինչ ես կորցրել եւ ինչպիսի պատիժ կստանա այդ մարդը, եւ մի մարդ չի, որ պատասխանատու է, այնտեղ շղթա կա։ Ով ինչպես հասկացավ այդ դասով, ինչ քաղեց, Աստված իրենց հետ։ Ես շարունակեցի ապրել։ Արմինե, շատ անսահման են դժվարությունները, բայց ես հիմա մտածում եմ միայն մի բանի մասին, մնալ այդ դժբախտության հետ միայնակ եւ երեխաների հետ մենակ, երկու տղաների հետ, ոնց կարողացաք հաղթահարել այդ պահը, երեխաներին ինչպես կարողացաք բացատրել, գիտեմ էդիկը փոքր է եղել, բայց Գագիկը 4 տարեկան էր եւ արդեն իսկ հասկանում էր ամեն բան։ Երեխաները շատ յուրահատուկ արարածներ են։ Մենք միշտ չի որ գիտակցում ենք, թե ինչքան տիեզերական ներուժ կա երեխայի մեջ թաքնված։ Ծնողները հաճախ երեխային ընդունում են իբրև սեփականություն, իբրև մեկը, ում իրենք պետք է օգնեն, իրենք չեն հասկանում, որ հաճախ այդ երեխան է իրենց օգնում։ Ինձ ապրելու ուժ, կարողություն եւ զորություն եւ չգիտեմ հենարան եղան երեխեքը։ 3 տարեկան Էդիկը, արդեն 3 տարեկան, երբ որ մենք ապրում էինք դեռևս այս պահին դեռևս մեր ծառայողական բնակարանում, որ պաշտպանության նախարարությունը մեզ տրամադրեց, ու ես արդեն կարող էի առանց թաքնվելու տրվել իմ դեպրեսիաներին, ի վերջո ես քար չեմ։ Այսօր այն ամենը, ինչ ես անցնում եմ, այդ միգուցե ամենի արձագանքներն են։ Այն հետևանքներն են, որոնք ես ատամներս սեղմած պիտի տանեի եւ ես արշակի զոհվելուց 40 չլրացած այնուամենայնիվ մեկնեցի այդ գործուղումը, որի մասին խոսում էի Արեշյանի հետ։ Այդ արդեն ոչ թե իմ որոշումներ, այլ ընտանիքս խնդրեց անգամ ընկեր Արեշյանին, որ տարեք, ինքը շատ ծանր վիճակում է, միգուցե այնտեղ կարողանա արտասվել, քանդվել, բացվել եւ վերականգնվել։ Ես այդ ընթացքում մաման ու տատիկը
պահեցին պստիկներին, մամայի մոտ էին ուղղակի իրենք երկուսն էլ համոզեցին Արեշյանին, որ գործողումը չեղյալ չանենք ու ես դեռ մինչև 40-ը կլրանար մեկնեցի Միացյալ Նահանգներ, բայց երևի թե իրականում ինձ հարկավոր էր այդ, որպեսզի ես այդ ճանապարհներին նախ հասցնեմ լացել, ինչքան պետք է, ինչքան եմ լացել ու ոռնացել, միայն Կալիֆոռնիայի ճանապարհները գիտեն։ Եվ իմ այն ճանապարհի ուղեկիցներում ես հավերժական երախտապարտ եմ լինելու, որովհետև ես իրենց խնդրեցի չլսել ինձ փակել ականջները, թույլ տալ, որ ես լաց լինեմ։ Ես այնտեղ շատ բաների պատասխաններ գտա, հասկացա, որ այնտեղ չէ, ճանապարհներին, ընդհանրապես իմ ճանապարհներին, բայց այդտեղ սկիզբն էր, որ այո, ես այլևս միայնակ եմ, ես այն պահին, երբ որ գետնին տապալվեցի, ես այդ պահին գիտեի, որ վերջ արդեն ես մենակ եմ եւ երկու տղաներ, երկու բալիկներ, որոնք պետքա ես միայն գիտեի վերջնագիծը, ես հիմա էլ եմ այդպես ապրում։ Այլևս այդ պահից ի վեր դու չես գիտակցում, որ դու ինչ քայլեր պիտի անցնես։ Էլ ես չէի մտածում, որ հաջորդ քայլը ոնց պետքա լինի։ Անկամ այս պահին դարձյալ շեշտում եմ, ես դա դիտարկում եմ իբրև արգելքներով վազք, որտեղ եթե դու ամեն վարքյանի մեջ կենտրոնանաս քո ամեն արգելքը անցնելու դետալների վրա, դու վայր կընկնես։ Այդ վազք արգելքներով, որ ամեն վազքի վրա, ամեն արգելքի վրա դու պիտի թռիչք կկատարես, իրական վազորդը չի նայում ոտքի տակ, ինքը նայում է վերջնակետին։ Ես ունեի այդ վերջնակետը, եւ այդ վերջնակետը հիմա էլ նույն վերջնակետն, այն ժամանակից դիտած։ Ես այդ ժամանակ ասեցի, որ կգա այն օրը, երբ որ երկրի վրա կքայլեն երկու արշակ, թիկունքի տված։ Էդիկն ու Գագիկը իրենց հայրիկի նման ասպետներ, իրենց ծնողների արժեքային համակարգի իմ ընտանիքն այդպիսին է, իմ եղբայրներն են ասպետներ, մեզ այդպես են դաստիարակել։ Ես այլ գաղափարով չեմ կարող ապրել, ես չեմ գտնում իմաստ այլ գաղափարների շարունակության, քան մարդկային լավագույն տեսակի շարունակությունը։ Այդ դեպքում ինչի համար ենք ապրում, որ կորը պահպանելու ինձ առաջարկներ կային ահռելի քանակությամբ։ Ես միայն 3 առաջարկ Միացյալ Նահանգներում դա թողեցի, 3-ն էլ մեկը մեկից գայթակղիչ մնալ եւ դասախոսել կամ աշխատել աշխարհի լավագույն ու հայտնի համալսարաններից մեկում ունենալ ամենամեծ աջակցությունը։ Ես հիմա տալիս եմ երջանկահիշատակ Գրիգոր Արեշյանի անունը, այդ մարդը ինձ համար սրբի նման մարդ է եղել եւ ունի իր ուսանողների ու իրեն հավակնող մարդկանց ու համակրող մարդկանց ահռելի բանակ, այդ մարդու ունենալ իբրև թիկունքում, որ քեզ կկարողանար սատարել ամեն ձևով, բայց ես եւ ինձ ասում էին մնացեք այստեղ եւ կարող եք էս անել, այն անել, փոքրիկներին էլ կբերենք նահանգներ, այս տարի այսօր եւ ամեն օր ինչքան մարդիկ կան, որ կերազեին նման հնարավորությունների մասին։ Ես ասացի, ես չեմ կարող։ Նախ ոչ մի վարքյան չեմ ուզում ավել մնալ, քան իմ տրված ժամանակն է, որ ես ունեի այդ գործուղման մեջ, որովհետեւ փոքրիկի համար ժամանակը անսահման է ծնողի հետ շփվելու, դա անհնարին անսահմանության ժամանակ է։ Եվ արդեն պապային կորցրած բալիկները մաման իրենց հետ ամեն մի վարքյանը կողքին չի, այդ իրենց համար չգիտեմ, սարսափելի, ես Էդիկը հիվանդանում էր իմ ամեն գնալուց, ամեն գործուղում գնալուց, այդքանի փոքրիկ էր։ Ու ես ասեցի, ես պիտի վերադառնամ նախ։ Ես չեմ կարող համբերել 3 ամիս, 6 ամիս, չգիտեմ ինչպիսի պրոցեդուրաներ կան այդտեղ, այդ պրոցեսները սկսելու իրավական պրոցեսներ։ Երկրորդը, ես ուզում եմ, որ իմ տղաները մեծանան իրենց հողի վրա։ Ես ուզում եմ, որ իմ տղաները հայ մեծանան։ Քավլիցի որևէ մեկին չեմ դատապարտում եւ երբեք չեմ դատապարտել եւ չեմ դրել նժարի վրա, ամեն մեկը ունի իր պատճառները։ Ես գիտեի եւ գիտեմ հիմա էլ, թե ինչ պատճառներ եւ ինչ չափանիշներ են, որոնք ինձ ստիպում էին հայ մեծացնելու համար հենց այս հողի վրա եւ այդպես պիտի լիներ ինձ համար ամենայն դեպս։ Այդ հաց ու ջուրը, այդ դժվարությունները մենք շատ դժվար օրեր ենք ունեցել, շատ։ Ես եղել են օրեր, երբ երեխաները երկուսով միաժամանակ ոտք ու գլուխ պառկած են, ու ես մեկը չունեմ այդ պահին, որ զանգեմ, ասեմ երեխեք, մեկը տիչեք լիմոն առեք խանութից կամ մեկն ու մեկը հաց գնացեք առեք խանութից։ Բան չունեմ ասելու, սատարող մարդկանց շրջանակ կա, բայց իրենք չեն կարող անընդհատ քո կողքին լինել։ Իրենք ամեն մեկը իրենց խնդիրներն ունեն, դժվարությունները բացակայում են, չգիտեմ, 1000 մի բաներ կան, բայց եւ ես եղել են ժամանակներ, բոլորը գիտեն,
Ես երբեք մի աշխատանքի վրա չեմ եղել։ Ես անընդհատ զուգահեռաբար աշխատել եմ հիմնական աշխատանքում, կատարել եմ գիտական հետազոտություններ, դրանց համար ստացել եմ իմ, այսպես ասած, սեփական գլխով վաստակած թարգմանությունների ահռելի ծավալ, որոնց յուրաքանչյուրը իրականացնելու համար ես եղել է ժամանակ, երբ որ ես 24 ժամվա մեջ ոչ մեկ ժամ ամբողջական քնած չկամ։ Ամեն 1 ժամի մեջ 5 րոպե քնում պարկում էի, այդ 5 րոպեն, որ ուղեղս հանգստանա, նորից վերսկսում էի աշխատանքը, որպեսզի աշխատանքը հասցնեմ ավարտել։ Իմ տղաները ավարտել են վճարովի դպրոց։ Հանրակրթական դպրոց չեն գնացել, որտեղ Գագիկը շատ լուրջ խնդիրներ ուներ նյարդային ցնցումների սկզբնական շրջանում եւ իր հավասարակշռությունը, իր հոգեվոր բալանսը պահելու համար։ Բայց ես գտա այդ եղանակը։ Ես իրենց հետ սկսեցի մեծանալ։ Ես այդ ամբողջ դրամաները ներքուստ վերլուծությունները թողնելով մենք մտանք այդ, երբ որ ես ասում եմ երեխայից է ծնողը հաճախ խաղում ուժ, Էդիկը ինձ դեմքս այ այսպես 3 տարեկան, ցեխմեց, մամա ջան, խնդրում եմ, ժպտա։ Այդ խնդրանքը Էդիկի 3 տարեկան Էդիկի, երբ որ ես անուժ ընկած եմ այդ բազմոցի վրա, ես իմ որի օրը հագուստս չփոխած անկողին չէի մտնում, ես 5 տարի անկողին չեմ մտել։ Ես իրենց ոտքի տակ էի քնում։ Ու Էդիկը ինձ ասում է, մամա ջան, խնդրում եմ ժպտա, ոնց որ գլխիս եռման ջուր լցնեն, ու ես մտածում եմ, Աստված իմ, ես ինչքան փոքրոքի եմ ես, ինչքան փոքր եմ ես այս երեխայի համեմատ, իսկ ես պետքա իրեն, որ ինքը պետքա ինձանից խնդրի, խնդրանք, թախանձանք, թե մաման, ինքը պետքա խնդրի, որ մաման ժպտա։ Ես սկսեցի հագնել այո գույներ։ Ինձ շորերս քաշում էր, այսպես ասում էր, զզվում եմ քո այս շորիկներից։ Ինձ համար աստղիկներով եւ սրտիկներով շորիկ առ։ Ինձ համար էր ինքը խնդրում, որ ես աստղիկներով եւ սրտիկներով շորիկ հագնեմ, որտեղ ես անդադ կամ շագանակագույնի մեջ էի, կամ սևի մեջ էի։ Այո, ես հասկացա, որ կյանք պետքա վերադառնան գույները, մենք պետքա խաղանք, մենք պետքա վազենք եւ ես դարձա 2 տղաների քաջ մամա։ Մենք ձիարշավել ենք, ես տղաների շնորհիվ լողալ եմ սովորել 37 տարեկանում։ Երբ որ ես իրենց հետ լողավազանում իմ առաջին անգամ 4-րդ կիլոմետրը ամփոփեցի, իսկ մինչև 10 ամիս ամբողջ լողավազանի ժողովուրդը ծաղրում էին, կատակում էին, թե այս տարիքում էլ ինչ մի ընկել ես օլիմպիական բաներ ես ուզում նվաճել։ Սկզբունք էր ինձ համար։ Ես ինձ համար հաղթահարում էի այդ սահմանները, անհնարինի։ Կյանքում լողալ չիմացող մարդը մեկ էլ որոշում չէ, երեխեքին տանում եմ լողի, ես էլ իրենց հետ պիտի սովոր։ Էլ արշավներ, էլ վրաններում քնել, էլ ձի արշավել, էլ սարեր բարձր, թռիչքներ, եւ ընդ որում ասեմ, Գագիկը պապայի հետ թռիչքեր ունեցել։ Մայիսի 28-ին այդ տարին մինչև իր զոհվելը արշակը երեխաներին մեր օթաչուները շրջապտույտի հնարավորություն էին ունեցել ու Գագիկին թռիչքի վերցրել էր։ Ու Էդիկը որպեսի ծանր չտանի, դա տարիների ընթացքում ինքը շատ նեղվում էր, որ պապայից հիշողություններ չունի, դա կոմպենսացնելու համար ես մի օր մեր թռիչքներից մեր տղաների այդ ճիշտ նմանատիպ միջոցառումներից մեկի ժամանակ Էդիկին նույնպես վերցրեցինք, մենք լուսանկարներ ունենք, անգամ մեր Facebook-ում կա այդ լուսանկարները, եւ մենք իրենց դիպուկահարների դպրոց գնալ, մի խոսքով այդ թռիչքները բոլորը միասին, այսինքն ես դարձա լիարժեքորեն տղաների մամա, իրենց հետ ապրելով այդպես այդ տղայական բաները եւ այսօր իմ զինվորները հավատացնում եմ ձեզ, մենք ամեն օր հաճախ խոսում ենք իրենց հետ, Գագիկը այդ որ նոր էր դեռ բանում, ծառայության ամենասկզբի շրջաններ ասում էր, մամ ասում էր ոնց որ մեր ամբողջ կյանքը ապրած լինեինք, որ այս ծառայությունը մենք այսպես փայլուն անցկացնելու ենք։ Ես ես հավատացնում եմ, այն դիսցիպլինար ճանապարհները, որոնք իրենք ինձ հետ են անցել, բանակը իրենց այդ սկզբնական շրջանում ուղղակի մանկապարտեզ էր թվում, որովհետև ես իրենց ամեն առավոտ ժողովրդական ասած պաստոյկի սմիրնը, այսպես որովհետև ամեն ինչ սկսում է ներքին կարգ ու կանոնից, ներքին դիսցիպլինայից։ Հետո ես ձեզ ասեմ, այս պահին կարող եմ մի քիչ բան թվա, արհեստական թվա, թե վայ մամանս էս բաներ անում կամ ասենք արդյոք դու ինչքանով բան ծնող ես էլի լավ ծնող ես երեխայիդ ես ամեն չէ, տղաների հետ կարգ ու կանոնը դա շատ լավ, ճիշտ ձևաչափ է խաղով, պահանջով, բայց միշտ այդ կանոնները դնել։ Արմինե ամբողջ դժվարությունները շատ լավ պատկերացնում եմ եւ շատ հարցեր ունեմ, ուղղակի այդքան հարցերի չեք կարող այսօր պատասխանել, բայց քիչ առաջ ասացիք, որ ատամները սեղմած այդ դժվարությունները անցնելու արդյունքում երևի թե այսօր դուք հաղթահարում եք եւս մի դժվարություն կյանքում եւ հաղթահարում եք այնպիսի ուժով, որ ուղղակի ինձ համար անհասկանալի է այդ ուժը, ձեզ մոտ հայտնաբերվեց քաղցկեղ եւ հիմա դուք պայքարում եք դրա դեմ եւ ասում եմ այդ պայքարի եղանակը ուղղակի զարմանալի է։
Ինչպես եք դա կարողանում անել։ Երևի թե այս պատմությունը լսող յուրաքանչյուր ոք արդեն ունի իր եզրակացությունները, թե որտեղից է գալիս ուժը։ Այդ ուժի աղբյուրը միշտ եղել է սերը։ Սկզբից եւ մինչեւ վերջ կլինի սերը։ Եվ երբ որ հայտնաբերվեց, պարզ է, հեշտ չէր հասկանալ, որ դու նախ եւ առաջ պիտի հրաժեշտ տաս քո հմայքի կարևորագույն բաղադրիչներից մեկին։ Կանացի հմայքի մեջ դա շատ էական է եւ կինը շատ դժվարությամբ է գնում այդ քայլին, որովհետեւ քո ինքնությունն է, քո տեսակը, դու քեզ այդպես ես ընկալում։ Ինձ միշտ են ասել, որ անկախ նրանից, որ ես ինչ ճանապարհներ ունեմ եւ դաշտային անգամ հնագիտական աշխատանքի մեջ միշտ այդպես համազգեստի շրջանակներում, այսպես վերնաշապիկներով ձիգ, օձիքը եւ այլն, ես սիրում եմ այդ կարգ ու կանոնը եւ այնտեղ եւ ծառայության մեջ դա նույնպես ինձ համար էական էր, բայց ամեն դեպքում բոլոր կերպարների մեջ կանացիությունը ինձ համար եղել է առաջին տեղում, ես միշտ գտնում եմ, որ կինը պետք է կանացի լինի։ Դա չի քննարկվում ուղղակի, բայց այն պահին, երբ որ դու գիտակցում ես, որ վերջ, այստեղ շատ ավելի լուրջ պահ կա եւ լուրջը համարագությունն էր զարգացման, որ չէր կարելի հապաղել եւ արդեն ոչ մի կերպ չի կարելի ուշացնել եւ գիտակցում ես, որ յուրաքանչյուր վարքյանի ուշացումը դա ավելի կարող է մեծացնել հետագա վնասի չափը քեզ, քո ընտանիքին եւ դարձյալ քո զավակներին։ Երբ որ բացահայտվեց դա, իմ տղաները արդեն ծառայության մեջ էին անգամ, ոչ միայն արդեն ծառայության մեջ էին, այլ մի տարին լրացել էր, այս տարի ենք դա բացահայտել։ Եվ անգամ մենք քննարկում էինք արդյոք տղաները պիտի իմանան թե ոչ, բնականաբար մեր տան մեջ չի կարող լինել մի բան, որ մենք միմյանց հետ չենք կիսում։ Ես սուտը չեմ ընդունում իբնե։ Իհարկե առաջին պահին ես գտա թե ինչ եղանակով պիտի իրենց ասեմ, բայց որ պահին, արդեն վիրահատությունից հետո միայն իրենք իմացան, երբ որ նույնիսկ ամեն օր էինք խոսել, նույնիսկ չէին էլ զգացել, որ ես վիրահատված եմ։ Ասեցի, տես ոնց եմ քեզ հետ խոսում, առույգ, ոգևորված եւ այլն։ Հեռացրել ենք ճարիքի աղբյուրը, հիմա արդեն պայքարում ենք կանխարգելման ճանապարհների վրա։ Ես ուղղակի իրենց մի բան ասացի։ Ասի երեխեք ջան, սա ընդհանրապես պատասխանատու քայլ է։ Ես այս պահին այս պատասխանատվությունը ստանձնել եմ, ես իսկապես ստանձնում եմ այդ պատասխանատվությունը, որպեսզի իրենց վրա չթողնեմ այդ պատասխանատվությունը։ Եթե դու քո զավակին սիրում ես, ես հիմա հորդորում եմ բոլոր կանանց։ Ես այս ընթացքում շատ հետաքրքիր պատմությունների հետ եմ առնչվել։ Կան կանայք, ովքեր ասում են, դե ես չուզեցի վիրահատվել կամ չգիտեմ, ես վախենում եմ այսպես կամ հազար մի բան կա, քավլիցի սիրելիներս բոլորն էլ հասկանում են, ամեն բան հասկանում են։ Եվ իրականում ամենամեծ բանը վախն է ըստ էության։ Բայց տեսեք, այստեղ ընտրություն կա, դու ինչի հետ ես փոխում։ Ինձ համար, ելի եմ ասում, ինչպես արգելքներով վազքի պարագայում է, վերջնակետում ինձ համար իմ երեխաների բարօրությունն ու ապահովությունն է։ Ես ուզում եմ իրենք երջանիկ մարդիկ լինեն եւ հնարավորինս հավասարակշռված ամեն տեսակետից։ Եվ այդ տեսակետից ես այդ պատասխանատվությունը իրենց վրա չուզեցի թողնել, որտեղ պատկերացեք, ես ասենք թե մի քանի տարի լավ էսպես անցնի եւ այլն, կգա մի պահ, երբ որ ես այլևս ի վիճակի չեմ լինի ոչ որոշում կայացնելու, ոչ էլ այդ որոշումը իրականացնելու։ Հիմա ես եւ ֆիզիկապես, թեպետ ասենք, այս պահին խնդրի մեջ եմ, բայց իմ ուղեղը հզոր ուղեղ է, ես աշխատող մարդ եմ։ Ես կարող եմ ելույթներ ունենալ, ես կարող եմ համերգներով ելույթ, չգիտեմ, ցանկացած բան, ես կարող եմ վաստակել այդ ամեն իրավունքը եւ հնարավորությունը, բայց մյուս կողմից կգա մի ժամանակ, երբ որ դա չեմ կարողանա անել եւ իրենք պիտի կրեն այդ ծանրությունը։ Մի խոսքով, ես որոշեցի, որ այդ պատասխանատվությունները իրենց վրա չթողնեմ ուղղակի։ Եվ այս ամենի մեջ ձեզ օգնում է նաև ձեր երկրորդ ամուսինը։ Այո, երևի թե սա էլ պատահական չէ, որ այսքան տարի անց դուք որոշեցիք եւս մեկ անգամ ամուսնանալ։ Դա երևի ամենաանսպասելի հատվածն է այս ամբողջ պատմության մեջ, ինձ համար անսպասելի, որովհետև ես արդեն ինձ համար որոշում էի կայացրել, որ ես այլևս չեմ ամուսնանա, որոշակի ժամանակ անց։ Կարճ կասեմ այստեղ, ինքը չի սիրում, որ իր մասին շատ խոսենք։ Ճակատագիրը մեզ հանդիպեցրեց մասնագիտական ճանապարհի վրա, կամավոր փրկարար, մարդ, ով իր տեսակով, փրկարար ասված է արդեն,
Հերթական Հերթական ասպետ։ Մենք ուղղակի միմյանց ճանաչեցինք։ Ես շատ հուզվեցի իր հետ հանդիպման հենց առաջին պահին, որովհետև ինքը իրեն բացահայտեց միայն մեկ արտահայտությամբ։ Ինքը ասեց, իսկ դուք կհասցնեք հանգստանալ։ Շատ հանգիստ պրագմատիկ հարց էր։ Խեղճ տղան միամիտ հարցը տվեց, ընկավ կրակը։ Իսկ ես այդպես հալվեցի, թե այսքան տարի ես տառապում եմ, ապրում եմ մենակով ու լիքը բան եմ հասցնում ու ոչ մեկին հետաքրքիր չի, հասցնում եմ թե ոչ։ Մենք միմյանց ճանաչեցինք պարզապես եւ այսօր ես ձեզ ասեմ, արդեն 2 տարի ու կես է ինչ մենք ամուսնացած ենք, իմ տղաների օրհնությամբ եւ աջակցությամբ եղավ այդ ամենը, որովհետեւ եթե իրենք ինձ չսատարեին, ես այդ քայլին չէի գնա։ Բայց մեր երկուսի որոշումն ու ընտրությունը շատ պարզ էր։ Մենք ուղղակի իբրև մարդ միմյանց ճանաչեցինք եւ ինքը մեկ հերթական ինձ համար ֆանտաստիկ արտահայտություն արեց, որը որոշեց իմ ամբողջ ճակատագիրը, այսպես ասած, իր հետ։ Երբ որ եկավ այդ պահը, արդյոք այդ ընտանիքը կարող է կայանալ թե չէ, որովհետև ինքը մեր հարևան երկրի հյուսիսային մայրաքաղաքից է, ես իհարկե չէի ցանկանա, որ օտար մարդ լիներ, բայց այստեղ հոգիների հարազատության մասին էր խոսքը, ոչ թե ազգությունների, միայն մեկ արտահայտություն արեց։ Ես ասեցի, բայց մենք ո՞նց կարող ենք միասին լինել, դու այնտեղ, ես այստեղ, ես անհնար է, դա անիմաստ է նույնիսկ։ Ասեցի, ես կգամ։ Ասեցի, իսկ ինչպես կարող ես այդ ամենը թողնել ու գալ։ Ի վերջո այդ մարդը բավական երկար ճանապարհ անցած եւ իր հետաքրություններով, իր կյանքով ապրած մարդ էր, ամեն բան թողեց։ Ասեցի, ես կգամ, որովհետեւ ես հասկանում եմ, որ դու քո հայրենիքին ավելի ես հարկավոր, քան ես իմին։ Զենքերս վայր դրեցի։ Այսօր առանց իր օգնության ես կարծում եմ, որ ես այսքան հեշտ այս զրույցի մեջ չէի լինի։ Ինքը ինձ ստիպում է սովորել սիրել ինքս ինձ, սովորել ավելի շատ հոգ տանել իմ մասին, սովորել գնահատել են, որ ես ինքս էլ կարող եմ ուզենալ որևէ բան։ Այս ամբողջ կյանքից պատմությունը, որ հիմա ձեզ պատմում եմ, բնականաբար ինքը ամեն դետալով գիտի եւ միևնույն ժամանակ ամեն քայլի մեջ ինձ փորձում է այնպես անել, որ ես ոչ թե պարտավորություններից ելնելով ու պարտքի զգացումից, ինչպես ես ապրել եմ մինչ հիմա, այդպես շարունակեմ ապրել, այլ ասում եմ դու իրավունք ունես, դու ուղղակի թույլ տուր քեզ ասել, որ ես ուզում եմ, ոչ թե ես պետք է, այլ ես ուղղակի ուզում եմ, դու այդ իրավունքն ունես, դա քոնն է։ Եվ ինքը ասում է, ես ընդհանրապես քո ուղեկիցն եմ։ Իմ գլխավոր հարցը կարողանում եք հիմա մի փոքր թուլանալ եւ հոգսերի մասին այդքան չմտածել։ Ես հիմա ընդհանրապես չեմ մտածում հոգսերի մասին։ Ես հիմա մենակ չեմ, հիմա ես ունեմ երկրորդ թև։ Ես մինչև հիմա մեկ թևով եմ թռչել, եթե թռչել եմ։ Ես ձեզ ասեմ, ես ինձ միշտ եմ ամբողջական զգացել, ես ինձ կիսատ չեմ զգացել, բայց երբ դու միայնակ ես կրում հոգսերը, դա կնոջ համար բավական ծանր բան է, անընդհատ լինել առաջնագծում, անընդհատ լինել պատասխանատու։ Իմ վրայից պարզապես այսպես պարկերի նման վերցվել են այդ պատասխանատվությունները, ես ուղղակի այսպես վազում եմ առաջ իմ ստեղծագործական, ես շատ ավելի ստեղծագործական վիճակի մեջ եմ հիմա վերադարձել։ Նախ մենք միմյանց հետ կիսում ենք գիտական, գաղափարական, մասնագիտական, բազմաթիվ ուղղությունների, միտքը վայելում է այդ մտքի ընկերությունը, մտավոր, ինտելեկտուալ, հոգևոր ընկերությունը, մենք գաղափարական եւ արժեհամակարգային նույն հարթակի վրա ենք եւ ասպետի հետ գործ ունես, երբ որ ասպետ է կողքիդ կանգնած, իր կեցվածքից, իր շարժուձևից, իր անգամ ուղղակի խոսելուց, իսկ այս պահին հատկապես, երբ որ տղամարդը ասպետը ասում է, որ քո կանացիությունից ոչ մի հյուլե չի պակասել, ու չի կարող պակասել, որովհետև կանացիությունը դա ներքին երևույթ է, ինքը արտաքին երևույթ չի։ Ես դա մտովի գիտեմ, բայց միշտ այդ սատարման կարիքը կա։ Չգիտեմ ինչ ասեմ։ Արմինե, ես վստահ եմ, որ ամեն ինչ շատ լավ է լինելու։ Մաղթում եմ ձեզ առողջություն եւ նորից եմ կրկնում, որ վստահ եմ, որ ամեն ինչ շատ լավ է լինելու, որովհետեւ ձեր տրամադրվածությունը, ձեր ուժը եւ ձեր այն թիկունքը, որ այժմ կա, պարզապես հնարավոր չէ այլ տարբերակ։ Ուզում եմ ձեր տղաները շուտ վերադառնան, այսինքն ոչ թե շուտ վերադառնան, այլ ժամանակը շատ արագ անցնի։ Եվ գուցե որոշ ժամանակ անց
մենք կրկին հանդիպենք եւ խոսենք բոլորովին այլ թեմաների մասին։ Սիրո։ Շատ շնորհակալ եմ, որ եկաք։ Շնորհակալ եմ Աննա ջան, զգացված եմ շատ։ Սիրելի հետևորդներ, դուք դիտում եք Տաբուի հերթական թողարկումը եւ եթե մեր հաղորդումները ձեզ դուր են գալիս, չմոռանաք բաժանորդագրվել մեր բոլոր սոցիալական էջերին։ Կհանդիպենք։ Մեր գործընկերն է Կինեագինին։ Այն ունի ոչ միայն հրաշալի համ, այլև հոգի։ Համտեսիր Կինեան։ Զգա գինու հոգի։